ճնշող, դրամատիկ և ողբերգական շրջադարձ Վերջին զանգ հեռուստասերիալում։ Անան գնում է Բագրատի տուն Արամին տեսնելու, ջերմ շփում, ժպիտներ, մինչև այն պահը, երբ Արամին զանգում է հայրը։ Արամը միացնում է բարձրախոսը և հենց այդ պահին Աննան քարանում է։ Ձայնը ծանոթ է, սարսափեցնող չափ ծանոթ։ Սոսն է։ Աննան վախից շնչառությունն է կորցնում նույնիսկ, իսկ երբ Արամն ասում է «մորաքրոջս հետ եմ նստած», ձայնը այն կողմում ընդհատվում է, լռություն, հեռախոսը անջատվում է։ Անետին պատմելով իր կասկածը, Աննան փշրում է լռությունը, բայց դա լսում է նաև Միքոն։ Սկզբում Միքոն կարծում է, որ Աննային պարզապես թվացել է, նա նույնիսկ զայրանում է, գոռում, որ Աննան դեռ մտածում է Սոսի մասին, բայց այդպիսի ձայնը անհնար էր շփոթել։ Շուտով արդեն Միքոյի սրտում էլ է կասկած առաջանում։ Նա գնում է Բագրատի տուն ու պահանջում հենց հիմա զանգել Փեսային։ Արամը առաջարկում է ինքը զանգի, բայց Բագրատը խորամանկորեն խանգարում է զանգին։ Այդ պահից սկսած ամբողջ սյուժեն վերածվում է պայթյունավտանգ շղթայի, և պայթյունն արդեն տեղի է ունենում այլ գծով։ Սեմը հիշում է այդ մի պահը, որը փոխում է կյանքեր։ Նա հիշում է, որ Հենդոն է սպանել իր հորը։ Այդ նույն Հենդոն, ում ընտանիքը հիմա ապրում է բարեկեցիկ կյանքով, մինչդեռ ինքը ու քույրը Մերին մեծացել են որբ։ Սեմը երկար տարիներ սպասել է այս պահին։ Նա պատմում է Ֆայնային, զայրացած։ Ֆայնան էլ գնում պատմում է իր պապիկին Հենդոյին։ Հենդոն հասկանում է, որ Սեմը կարող է խոսել, սպառնալ, ոչնչացնել իր կարիերան ու կյանքը, և գնում է Սեմի տուն փորձելով կանխել աղետը, բայց արդեն ուշ է։ Սեմը այդ պահին դուրս է գալիս տանից։ Նա կանգնում է Հենդոյի դիմաց, բայց խոսքեր այլևս պետք չեն։ Սեմը հանում է ատրճանակը։ Այս ամենի ականատես են դառնում պատահաբար Հենրին ու Անգելինան, իրենց երջանիկ օրվա վերջում։ Սեմը չի լսում ոչ մեկին, և երբ Մերին դուրս է գալիս բակ, փորձելով հասկանալ աղմուկի պատճառը, հանկարծ, կրակոց, մի վայրկյան ու Մերին վայր է ընկնում գետնին։ Գնդակը դիպել է որովայնին։ Բոլորը շոկի մեջ են։ Մերին շնչում է, բայց հազիվ։ Արյունը հոսում է։ Հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով Մերին կփրկվի, թե այս կրակոցը վերջնականապես կփակի նրա կյանքի պատմությունը։ Եվ արդյոք Սեմի վրեժի կինը չի դառնա նրա իսկ ամենասիրելի մարդը։ Մի խոսքով, արդյոք Մերին կմահանա։ Գրեք մեկնաբանություն։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է Սոսը։ Քանի նվերը շեն տվե, անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում օդ չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու ծիծաղում ենք։ Սուգաշ թորիների դասը փոցա։ Սա գնացի։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայթար։ կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում։ Կարոպետոն ներվի։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, ես ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտա, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ, չէ՞ չտա։ Դրանով գնալու ենք մեր ստուդիա։ Ուրա։ Դու նկարում իրապես։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդուլը ինձ պար է սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ։ Ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջի զանգ հեռուստասերիալի Սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ։ Ասեմ ձեզ, չէ, հետ չէ, նման չենք իրար։ Կամ լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք իրար։ Օրինակ ես իմ տեսակով շատ տաքարի ունեմ, բռնկվող եմ, կարամ միանգամից հունից դուրս գամ, տենց կռիվների մեջ ընկնեմ, մի խոսքով հասկացեք։ Իսկ Սեմը չէ, ինքը ավելի հանգիստ, ավելի զուսպ տեսակը, ավելի
ավելի կշռադատված է հարցերին նայում։ Այդ առումով նույնիսկ Սեմին նախանձում եմ, որովհետև կուզեի, որ ես մի քիչ այդպես լինեի։ Իսկ ինչով մենք նման, օրինակ ազնվությամբ մի քիչ զգամ էլի, հա, այդ առումով միամտությամբ ազնվությամբ ես էլ մի քիչ տենց Սեմին նման, բայց ընդհանուր Սեմի կերպարը շատ եմ սիրում, անկեղծ շատ լավ կերպար է, շատ լավ տղամարդու կերպար է, Ես ստեղ ինչ անգելինա։ Ես Անգելինա եւ Հենրին նկարում ենք Friend ես գոնե։ Ես գոնե պատվաստատարից չեմ ծիծաղացնում։ Ես գոնե շատ բարձր տրամադրությամբ ու բարձր ծիծաղով եմ յոլի վրա շատ։ Причем դրանից 5 անգամ տրամադրում։ Ես գոնե միշտ կապչունի ռեկ չի, հեռախոսով չեմ խոսում։ Տարբեր գործնական հարցերով։ Հոգնում եմ։ Ես գոնե տեքստ անցնելուց պլաշատկայում չեմ գալի ասում 5 անգամ արի տեքստ անցնել կապիչ վայր տեքստում եք անգին գիտենք է անգին 10 անգամ անցնում եք։ Ես գոնե տեքստ անցնելու քո ռեպլիկները չեմ կարդում։ Ինչը պետք է ես ասեմ ու ինքնելից հակառակն եմ կարդում։ Սարաններ կա չէ որ ձեռքից ստանում եմ։ Ես գոնե ինչքան ուժ ունեմ այդ տեսաններում չեմ սովորաբար իմիտացիան անում, տենց եմ լյովս ես պին բրված։ Վերջ։ Թե չէ, թե ունես Ես կասեի քոջ ջան, լաքսված եմ, ինչի ես նորից առանց մեյքափ։ Գիտեք հեշտ է, քնելու տեսարան եք նկարում և այդ պատճառով ես իմ ամբողջ մեյքափը մաքրեցի, չհաշված նրան, որ հետո հաջորդելու է տեսարան, որում ես full մեյքափ։ Նենց որ не надо так критиковать, вы знаете? Բարի երեկո, չէ, չեք սխալվում, Սեմ, Աշոտը վերջապես որոշեց 1 տարի անց սակրել Սեմ, հայդը, դուք ամայք վերջին զանում, դե գրետ տեսնեմ ինչ կորիք կերպարի Սեմի մասին։ Մենակ առանց այդ տրիկոն հագնել, չնայած որ դու ասես կարողա փոշմանեմ ու հագնեմ։